Հայաստանի տնտեսական աճի երբեմնի շարժիչ ուղղությունը, այն է արտաքին առևտրաշրջանառությունը, տևական ժամանակ է գտնվում է անկման ներքո։ Պարզապես հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերին դեռ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության աճը 12.9% էր կազմել։ Իսկ ինչ ունենք այսօր։ Պաշտոնական վիճակագրության համաձայն այս տարվա հոկտեմբերին մեր արտաքին առևտրաշրջանառությունն անկում է ապրել 16%-ով։ Ընդ որում, անկումային են թե ներմուծման եւ թե արտահանման ծավալները, արտահանումն անկում է ապրել 21.8%-ով 2024 թվականի հոկտեմբերի համեմատ, իսկ ներմուծումը 11.9%-ով։ Արտաքին առևտրաշրջանառության նման բացասական վիճակագրության պատճառը հայտնի է թերևս բոլորին, վերարտահանման գործոնն այլևս չկա։ Բայց այստեղ կարևոր հանգամանք կա։ Այդ վերարտահանման գործոնի չեզոքացման, վերարտահանման դեռևս այն ժամանակ եղած գործոնի հետ համեմատության հետ, երբ որ մենք դիտարկում ենք այսօր արտահանման եւ առհասարակ արտաքին առևտրաշրջանառության բացասական տեմպերի որոշակի թուլացում նկատում ենք, այսինքն այդ ժամանակագրությամբ պայմանավորված մենք կարծես թե արտաքին առևտրաշրջանառության որոշակի վերականգնման միտումների ներքո ենք, բայց կարևոր է, որ օրինակ ներմուծման տեմպերը ավելի արագ են վերականգնվում, քան նույն արտահանման, ինչը ինքնին խոսում է այն մասին, որ մենք արտահանման պոտենցիալի հետ կապված ունենք խնդիրներ։ Իհարկե մեր արտաքին առևտրաշրջանառության այս խնդրի եւ նաեւ այլ հնարավոր նյուանսների եւ էլեմենտներին մենք առիթ կունենանք դեռ անդրադառնալու, չի բացառվում, որ տարվա ամփոփիչ տվյալների համատեքստում, բայց այսօր կցանկանայինք մի կարևոր հանգամանքի վրա ուշադրություն սևեռել, դա մեր արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքին է վերաբերում, հանգամանք, թեմա, որը կապ ունի այդքան շահարկված եւ քննարկված դիվերսիֆիկացիայի հետ։ Ինչ ունենք մենք այդտեղ, արդյոք դիվերսիֆիկացիայի որոշակի զարգացումներ կան, թե ոչ։ Տեսեք, արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր տեսակարար կշռում, նորից հոկտեմբերի դրությամբ 37.2%-ը ընդհանուրի բաժին է ընկնում ԱՊՀ երկրների հետ մեր արտաքին առևտրաշրջանառության։ Այդ թվում 36.6%-ը միայն ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտրին եւ դրա ներքո միայն Ռուսաստանի Դաշնությանը բաժին է ընկնում ընդհանուրի 34.6%-ը։ Եվրամիությանն այս տարվա հոկտեմբերի դրությամբ տեսակարար կշիռ արտաքին առևտրաշրջանառության կազմել է 12.2% եւ այլ երկրներին, որոնց ցանկը բավական երկար է, ընդհանուրի 50.6%-ը։ Պարզապես հետաքրքրաշարժ վիճակագրություն որպես դուրս ենք բերել Վրաստանի, հարևան Իրանի հետ մեր արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռները, հարևան Վրաստանի հետ դա ընդամենը 1.4% է կազմում, Իրանի հետ, որի հետ տարիներ շարունակ կա առևտրաշրջանառությունը մեծացնելուն գոնե երևացող նախաձեռնություն, առնվազն Իրանի կողմից այդ նախաձեռնությունը նկատվում է, այնուամենայնիվ տեսակարար կշիռը 3.9%-ի սահմաններում է, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ 9.3% եւ Չինաստանի հետ 12.8%, իդեպ այլ երկրների ցանկում Չինաստանի տեսակարար կշիռն ամենամեծ մասնաբաժինն է, բայց սա չէ կարևորը։ Կարևորը այն հանգամանքն է, որ այսօր հոկտեմբերի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունն այնպես թե այսպես դեռ շարունակում է մնալ մեր թիվ 1 առևտրային գործընկերը։ Արտաքին առևտրի հետ կապված վիճակագրության, հատկապես համեմատական վիճակագրություն իրականացնողի մոտ կարող է առաջանալ տպավորություն, որ մենք ունենք որոշակի փոփոխություն եւ Ռուսաստանի Դաշնությունից մեկ ուղղությունից կախվածության որոշակի մեղմում։ Ինչով դա կարող է պայմանավորված լինել եւ արդյոք դա խոսում է իրապես դիվերսիֆիկացիայի մասին։ Տեսեք, 2024 թվականի հոկտեմբերին, օրինակ, Ռուսաստանի Դաշնությանը արտաքին առևտրաշրջանառության ընդհանուրից տեսակարար կշիռը Ռուսաստանի Դաշնության կազմում էր 41.6%։ Եվրամիությանը բաժին էր ընկնում 7.3%-ը։ Այս տարվա հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնության տեսակարար կշիռը նվազել է, ընդհանուրի մեջ 34.6% կազմելով, Եվրամիության տեսակարար կշիռը, ինչպես տեսնում եք, ավելացել է, կազմելով 12.2%։ Եվ հենց այս փոփոխությունն է, որ առաջին հայացքից կարող է ստեղծել տպավորություն, որ մենք կարծես թե որոշակի դիվերսիֆիկացիայի հետ գործ ունենք, Ռուսաստանի Դաշնությունից կախվածության թուլացման հետ գործ ունենք եւ այլն։ Տեսեք, որոշակի իրավիճակի մեղման հետ, այո, կարող ենք գործ ունենալ, բայց սա ցավոք սրտի դեռ
առնվազն դեռ վաղ է համարել որպես իրական դիվերսիֆիկացիա, պայմանավորված այն հանգամանքով, որ Ռուսաստանի Դաշնության տեսակարար կշիռը շատ ավելի մեծ է անկում ապրել, քան Եվրամիության տեսակարար կշռի ավելացումը։ Եթե սա նաև դիտարկում ենք այն համայնապատկերի ներքո, երբ արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշներն են ընդհանուր առմամբ կրճատվել են առավելապես Ռուսաստանի Դաշնության հետ մեր արտաքին առևտրի կրճատումով պայմանավորված, այս մասշտաբի էֆեկտի, այս մասշտաբների ներքո հասկանալի է, որ այս ամբողջ պատկերը տեսակարար կշիռների մասնաբաժինների փոփոխությունը կարծես թե առավելապես պայմանավորված է հենց Ռուսաստանի Դաշնության հետ որոշակի կրճատումներով եւ ոչ Եվրամիության հետ արտաքին առևտրի շատ մեծ այսպես աճով եւ զարգացումով։ Սա իհարկե ցավոք սրտի, որ մենք ունենք այսպիսի պատկեր, ցավոք սրտի, որովհետեւ իրական եւ անվտանգ այլընտրանքային ուղղությունները մշտապես ենք այդ մասին բարձրաձայնել, մեզ համար շատ կարեւոր է եւ անհրաժեշտություն է, բայց այսօր դեռևս այս զարգացումները առնվազն վաղ է գնահատել որպես իրական դիվերսիֆիկացիա։ Եվ իրականում հենց այս պատկերը եւս մեկ անգամ փաստում է, որ Ռուսաստանի Դաշնությունից կամ Ռուսաստանի Դաշնության հետ մեր արտաքին առևտրաշրջանառության փոփոխությունը էական ազդեցություն է ունենում ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր պատկերին, ինչը եւս մեկ ցուցիչ է այդ ոչ դիվերսիֆիկացված արտաքին առևտրաշրջանառության եւ եւս մեկ ցուցիչ մեկ ուղղությունից կախվածության։